Դիրները կրելու իրավունք չունեն։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Նարեկ Կիրակոսին։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, դուք մշտապես խոսում եք կրթության կարևորության մասին, նաև հրապարակումներ եք անում այն մասին, որ դուք այժմ կրթական ծրագրի եք մասնակցում Հայաստանի Պետական Կառավարման Ակադեմիայում։ Պարոն վարչապետ, ուզում եմ հարցնել, արդյոք կրթվածության հետ կապ ունի, օրինակ կրթական միջավայրում, ուսումնական հաստատությունում արտոնյալ կարգավիճակ ունենալը։ Մենք տեսնում ենք ձեր ռիլերից, որ ամեն անգամ, երբ դուք գնում եք Պետական Ակադեմիա, ռեկտորը իջնում է, ձեզ ամեն անգամ դիմավորում է, բարձրացնում է վերև, հետո ճանապարհում է։ Դա կրթվածության հետ կապ ունի, թե չէ, դա կրթության հետ կապ ունի, թե չէ, եւ դուք ձեզ կոմֆորտ զգում եք այդ արտոնյալ կարգավիճակում մյուս ուսանողների, ընկերների համեմատ, սա խտրական վերաբերմունք չէ։ Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ։ Ես Հայաստանի Հանրապետության ժողովրդի ներկայացուցիչն եմ։ Եվ որևէ տեղ ուր գնում եմ, պետք է լինի պատշաճ արարողակարգ։ Ես էլ եմ ասում, դա իմ անձնական բանը չի, քմահաճույքը չի։ Ի վերջո հարգելիներս, մենք պետք է սովորենք ինչա պետություն, ինչա պետական հարաբերություններ։ Դա պետական հիմնարկություն է, որտեղ պետական հիմնարկությունն է, եւ Հայաստանի Հանրապետության վարչապետն է գնում այնտեղ։ Եվ որպես վարչապետ, եւ որպես ուսանող, դա նորություն է ձեզ համար։ Որովհետեւ մյուս ուսանողները վարչապետ չեն։ Պարոն վարչապետ, ձեր կարծիքով ինչու է Ռուսաստանի Դաշնության նախագահը խնդրում թույլ տալ, որպեսզի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները մասնակցեն այստեղ խորհրդարանական ընտրություններին, եւ արդյոք նա տեղյակ չէր, որ այդ մարդիկ չեն կարող լինել ոչ падգամավորի թեկնածու, ոչ վարչապետի թեկնածու, եւ ինչ ցույց տվեց Վլադիմիր Պուտինի այս առաջարկը։ Գիտեք, ես կարծում եմ Ռուսաստանի նախագահը առավել եւս հաշվի առնելով երկրի մասշտաբները եւ այն օրակարգը, որի հետ ամեն օր առնչվում է Ռուսաստանի նախագահը, ինքը ուզենալ չի կարող այդ մանրամասների մեջ մտնել։ Եվ բնականաբար, գիտեք, շատ դեպքերում ես էլ տեղեկություններ, որ փոխանցում եմ, ոչ թե իմ անձնական հետազոտության արդյունքում ձեռք բերած տեղեկությունն եմ փոխանցում, այլ ինձ զեկուցված տեղեկություն։ Եվ կարծում եմ, որ այդ նյուանսի մասին առնվազն իրեն տեղյակ չէին պահել այդքան բան։ Այսինքն այստեղ Ռուսաստանի Դաշնության, դուք պատկերացնում եք Ռուսաստանի Դաշնության նախագահի օրակարգը, որևէ նախագահի օրակարգ, բայց Ռուսաստանի մասշտաբները մի հատ տեսեք։ Էլ չեմ ասում, ով պատասխանատու է ոչ միայն իր երկրի օրակարգի համար, այլև միջազգային առանցքային դերակատարներից մեկն է։ Այսինքն ինքը պիտի այդքան մանրամասներ ուսումնասիրեր Հայաստանի սահմանադրությունը եւ օրենքները, իհարկե ոչ։ Իրեն պետք է կամ եթե տեղեկացնում էին, ամբողջական տեղեկացնեին։ Շնորհակալություն, հաջորդը։ Եվ ես այն ինչ որ չէր արվել, պարզապես իրեն տեղյակ պահեցի, որ տենց նրբություն կա։ Պարոն Փաշինյան, քանի որ վերջերս հաճախ եք խոսում լրագրողների անվտանգությունից, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ես այն լրագրողն եմ, որը ձեր իշխանության լրագրող Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակահատվածում ամենաշատն է տուժել, 2 քրեական գործ կա, որով ես տուժող եմ, ձեր աջակիցները հարձակվել են իմ վրա, օրինակ վերջին դեպքը եղել է Մայրաթոռի բակում, հարվածել են, ես տուժող եմ, բայց այն անձով տեսախցիկի առաջ ուղիղ եթերում հարվածել է, այդպես էլ չի հայտնաբերում, մեղադրյալ չկա։ Երևանի ավականու ընտրությունների ժամանակահատվածում ինձ հարվածել են դրոշի կոթով էլի ձեր աջակիցները, իմ օպերատորին շշով, բայց էլի մեղադրյալներ չկան։ Ինչպես է ստացվում, որ ձեզ դեռ չկպած մարդիկ հայտնվում են քրեակատարողական հիմնարկում, իսկ մեզ հարվածողները, մեզ խոչընդոտողները, մեր ընտանիք ներխուժողները, մեր նկատմամբ ֆեյքային արշավ իրականացնողները այդպես ազատ շրջում են։ Ձեր այրունը կարող է մեր այրունից կարմիր է, ու եթե ձեզ հանկարծ մի բան լինի, ողբերգություն է, բայց մեզ մի բան լինի, դա ողբերգություն չէ։ Սա է ձեր արդարադատությունը, սա է Նիկոլ Փաշինյանի
ժամանակահատվածի արդարադատությունը եւ արդարությունը, այսպես է խոսքի ազատությունը։ Ես հիմա դուք քարոզարշավ եք իրականացնում, շատ հաճախ որոշում եմ չգալ այդ քարոզարշավին, որովհետեւ մտածում եմ, էլի այդպես խմիչքի ազդեցության տակ վստահ եմ դա ասում, խմիչքի ազդեցության տակ այս ու այն մարզից բերված անձիկ կարող են հարձակվել ին վրա ու ոստիկանների աչքի առաջ ու որևէ մեկը պատասխանատվության չենթարկվի։ Խնդրում եմ, երբ որ խոսում եք լրագրողների անվտանգությունից, հիշեք, որ այսպիսի լրագրողներ էլ կան, կարող եմ տեսանյութերը հերթով ձեզ ավելի ուշ ցույց տալ խնայելով ժամանակահատվածը։ Եվ նաև հարցը հետևյալն էր, սա է լրագրող Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակահատվածի արդարադատությունը եւ ձեր այրունը, մեր այրունից կարմիր է։ Եվ հաջորդ հարցը ներողություն ես հարցը դիտարկված դուք ասել եք կառավարության հարցու պատասխանի ժամանակ դիտարկված զորության մենք գնացել ենք 2020 թվականին եւ արդյունքում ձեռք ենք բերել պետություն եւ անկախություն դրանից առաջ այդ բոլոր զորությունների հեղինակը մենք չենք եղել մեզ տարել են կարապնարան եւ զոհել են իրենց շահերին այսպեսի հայտարարություն է կարևոր որի արդյունքում եւս մեկ անգամ խաղացել եք զոհված զինվորների ծնողների այսպես նուր լարերի հետ նրանք ստորագրահավաք են իրականացրել հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել դատախազություն դեպ առաջին հանցագործության մասին հաղորդում չի եւ շատ հետաքրքիր զարգացումներով դուք այդպես ոչ վկայի կարգավիճակի ձեռքբերում ոչ մեղադրյալի կարգավիճակի ձեռքբերում ձեզ ներառում են դիտարկված հանցագործության մեջ եւ ներառում են դիտարկված 5 հանցագործների ձեր խոսքածած կարողանան տանելու մեջ նախ ռեկտորների ինչ ասել եւ այլ էկսպերտի հայտարարությունները Ընդհանրապես ես պիտի ասեմ, որ 44-օրյա պատերազմի հետ կապված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել եմ եւ նաեւ ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում ուղիղ եթերում 5 ժամ պատասխանել եմ հարցերին, ինչ վերաբերում է զոհողություններին, այդ բոլոր զոհողությունները մեր աչքի առաջ են։ Հայաստանի Հանրապետությունը անցել է շատ ծանր փորձությունների միջով եւ վերջով մենք հասել ենք ինքնիշխանության եւ պետականության նոր մակարդակի։ Ինչ վերաբերվում է թե լրագրող Նիկոլ Փաշինյանի ժամանակի արդարությունը սա է, խոսքի ազատությունը սա է, այո, խոսքի ազատությունը դա է, որ դուք այդտեղ կանգնած եւ մյուսները ձեր հարցերը անկաշկանդ տալիս եք եւ ստանում եք ձեր պատասխանները անկախ նրանից ինչքանով եք գոհ այդ պատասխաններից։ Ինչ վերաբերվում է օրինակ ես մի քանի անգամ իմ աչքով եմ տեսել, թե ինչպես եք դուք հազար ներողություն ՊՊՑ-ի ոտքի տակ ընկնում։ Այդ մարդիկ իրանց ծառայությունն են իրականացնում եւ դուք իմ կարծիքով դիտավորյալ գալիս եք ընկնում եք ՊՊՑ-ի ոտքերի տակ, որ մարդիկ տրորելով ձեր վրայով քայլեն եւ շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ ձեր վրայով չեն քայլում, որովհետեւ ձեր նպատակն է նա իմ կներեք Սիրելի լրագրողներ, ես հասկանում եմ, որ Ես էլ խոսում եմ ձեր մասին, հարցը տվեցիք լռեք մի հատ, հա? Լռեք ասցի, լռեք թե չէ հենց հիմա դուրս կտարվեք ստեղից։ Լռեք հենց հիմա, ասցի լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, ասցի լռեք հենց հիմա։ Մի րոպե սպասեք։ Ես ուրեմն պատասխանատու ասում եմ, որ դուք դիտավորյալ պարկում եք, որպեսզի ՊՊՑ-ի տղաները ձեր վրայով քայլեն։ Դիտավորյալ ձեր աջակիցներին ուղարկում եք, որպեսզի Ես հարբած աջակիցներ չունեմ։ Ես հարբած աջակիցներ չունեմ։ խնդրում եմ հարգել մեր կարգը։ Ուրեմն ասում եմ, որ դուք դիտավորյալ պարկում եք գետնին, որպեսզի ՊՊՑ աշխատակիցները ձեր Ես գիտեի, ես պարկում էի եւ հայտարարում էի, որ պարկում եմ։ Դուք էլ համարձակություն ունեցեք, ասեք, որ պարկում եք, որ ՊՊՑ-ի աշխատողները ձեր վրայով քայլեն։ Դուք մի րոպե կներեք, դուք դիտավորյալ իմ աչքի առաջ վերջին անգամ Մասիսում պարկել եք, որ ՊՊՑ-ի աշխատողները ձեր վրայով քայլեն։
սպատի ունեք, ես որևէ գործողություն չեմ արել, մասիսում եմ, չեմ եղել ցեսը։ Ես տեսել եմ իմ աչքով եւ դա կադրում է դուք դիտավորյալ պարկում եք, որ ՊՊՑ աշխատողները Հիմա այդ կադրը թող ձեզ ցույց տան, ապացուցեք, որ ես դիտավորյալ, Դա- որևէ ՊՊՑ աշխատակցի, Շատ լավ, ես ձեր հարցի սա էլ խոսքի այսպեսի հայտարարություն, սա էլ խոսքի ազատությունն է։ Ձեր աջակիցները, ասում եմ, հարբած աջակիցները, Ես հարբած աջակիցներ չունեմ։ Իմ բոլոր աջակիցները սթափ են։ Շատ լավ։ Տեսանյութերը նայեք, կտեսնեք, որ ունեն։ Որում են Նիկոլ Փաշինյան վարչապետ ու հարված։ Անի ջան, ավարտեցիք։ Շնորհակալություն։ Թույլ տաք մեզ գործընկերները հարցնեն։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, իմ հարցը վերաբերում է առողջության ապահովագրությանը, ըստ որոշ դիտարկումների այն աննախադեպ հոսքը բուժառուների, որ կա դեպի պոլիկլինիկաներ եւ հիվանդանոցներ, նաեւ պայմանավորված է նրանով, որ շատերին թվում է, թե ընտրություններից հետո հնարավոր են որոշ փոփոխություններ, նաեւ սահմանափակումներ, հաշվի առնելով այն, որ այս հոսքը անակնկալ էր նաեւ նախարարության համար եւ կառավարությունը կարծես թե հավելյալ ֆինանսական միջոցներ հատկացնելու որոշում է կայացնել։ Արդյոք այդ մտավախությունը կա ընտրություններից հետո ինչ-որ բան կփոխվի այս համակարգում, թե ոչ։ Բայց որտեղից է տեղեկությունը, որ ինչ որ բան կառավարության պլանավորածից դուրս է։ Ընդհակառակը ամեն ինչ գնում է կառավարության պլանավորածի համաձայն, եւ եթե դուք տեղյակ եք, այսօր էլ մենք որոշում ընդունեցինք, որ 2027 թվականից նոր խմբեր են ներառվելու առողջապահության ապահովագրության համակարգ եւ այդպես մինչեւ եւ մենք մեր նախընտրական ծրագրում ներառել ենք Հայաստանի ամբողջ բնակչության առողջության ապահովագրության համակարգ ներառելու մասին դրույթը եւ առողջության ապահովագրության համակարգը բնականon գործում է եւ շարունակելու է գործել։ Ընտրություններից առաջ էլ հետո էլ մանավանդ որ դա ընտրությունների հետ որևէ կապ չունի։ Հաջորդ հարցը Փայլակ Վարազյան։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, այնուամենայնիվ ես կուզենայի, որ դուք անդրադառնայիք